Թալին գնացինք, որևէ բան չի կառուցվել գործարան։ Բանը Ստեփանավան գնացինք, որևէ բան չի կառուցվել։ Չի կառուցվում։ Գործարաններ չեն կառուցվում, մարդիկ չեն աշխատում։ Ինչ անեն։ Ստեփանավանը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Տուրիստ չտեսանք մի հատ։ Մայիսին ամենալավ սեզոնին։ Ինչի համար, որովհետև ոչ մի պրոյեկտ չեն անում։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ հենց ԵՏՄ-ի մասին հարցնել։ Դուք ասում եք, որ մեկ հայտարարում են դուրս են գալու, մեկ հայտարարում են մնալու են։ Ճիշտ ասած, ես չեմ հիշում հայտարարություն, որ կոնկրետ դուրս գալու մասին է եղել։ Կհիշեցեք, դա երբ է եղել։ Միշտ ասվել է կգա պահը եւ որոշում կկայացվի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ներողություն հարցս ավարտեմ եւ հիմիկվա այս լարվածությունը, այս հայտարարությունները, հա, դուք կարծում եք ինչքան հեռուն կգնան օրինակ ԵՏՄ-ում Հայաստանի դաշնակիցները, մանավանդ որ իշխանությունը կարծում է, որ ամսի 8-ին իրենց հաղթանակով, ես ցիտում եմ, ամեն ինչ ավարտված է լինելու։ Դուք ճիշտ ցիտեցիք, ճիշտ ասեցիք, կոնտեքստը հնչում էր այնպես, որ ԵՏՄ հակադրության մեջ, երբ որ ԵՄ մտնելու ժամանակը գա, ԵԱՏՄ-ից դուրս կգա, դա կոնտեքստը ընդհանուր խոսքի այդպիսինն էր։ Որոշումը կայացվի, բայց կոնկրետ ցիտումը ճիշտ ցիտեցիք։ Այո, բայց կոնտեքստը բոլորը հասկացան, ինչի մասին է խոսքը, բայց այո, ճիշտ եք։ Մյուս հարցը ԵՏՄ-ի դաշնակիցները ինչ եք կարծում այս լարվածությունը, հայտարարությունները, մինչև ուր կարող է գնալ, որտեղ իշխանությունը կարծում է, որ ամսի 8-ին իրենց հաղթանակով դա նախընտրական էլի բան է, ամեն իրենց հաղթանակ չի լինի, ամսի 8-ին մեր ժողովուրդը վերջապես կորոշի գնալ հենց իրապես կառուցվող Հայաստանի մոդելը երկրի, մենք պետք է փոխենք, այնպիսի մոդել սարքենք, որ մեր երկիրը մասնակցի տարածաշրջաներում աշխատատեղերի ստեղծմանը, կառուցի երկիրը երկարաժամկետ մարդկանց համար կենսապահովման միջոց ապահովող միջավայր։ Իսկ հիմիկվա մոդելով, եթե մենք գնացինք, եթե Աստված չանի, այս մարդիկ շարունակեցին, համ հարաբերությունները հիմնական դաշնակցի հետ է վատանալու, համ հիմնական գնորդի հետ է վատանալու։ Դրա դիմաց նա ուզում է ստանալ երկու հատ շնորհավորանք Ադրբեջանից եւ Թուրքիայից, բայց ել եմ ասում, մեր հակառակորդները վաղեմի դարավոր մեզ ընկեր չեն կարող լինել։ Հարաբերությունները կարգավորելու ենք, բայց միշտ վտանգը զգալով միշտ պետք է ունենանք այլ դաշնակցային հարաբերություններ վատ օրվա համար, ինչպես ու Հայաստանը կարողացել է դիմակայել վերջի 100 տարին։ Պարոն Կարապետյան, Հանրապետության հրապարակում այսպես ռազմական շքերթ է ընթանում, ըստ էության վերջին 10 տարիների ընթացքում դա առաջին շքերթն է։ Ինչու է հենց հիմա ընտրությունների նախաժեմին է նախընտրական process է ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ որ զենք գնել, բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու եւ Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։ Այսինքն մասնագիտական առումով մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում։ Եվ դա բերելու է մեծ խնդիրների, բայց դա ավելի շատ մասնագետները կներկայացնեն։